Նայեք, ես տեխնիկական մասի պատասխանատուն եմ։ Մեր շենքում 1600 կուբամետր ջուր կա։ Երկրորդ հարկում։ Ջուր։ Լողավազաններ, 6 հատ լողավազան է, որոնք անտերության է մատնված։ Դռները փակած է, ոչ մեկը չենք կարող մետանք։ Նայենք, հասկանանք, մամրակալեց, ինչ է լավ, տակը գույք կա, գույքը վնասվել է, ջուրա թողե, չի թողե։ Կացատունը, որը մեզ քանակության գազ է սպառում։ Կացատան դուռը, որ շենքի հետ կապ չունի, առանձին խոդով, էդ էլ են բռնե փագել։ Հիմա ասենք, իրանք, որ հմի որ վնասում է, իրանց ինչ օգուտ դրանից։ Ինչ են ու։ Ես որ ունենայս թե ինչ անեմ, եկել եմ ստե, որ ասեմ բարձրաձայնեմ, փորձեն ընթացտան գույնը կարենան մեր գույքին տերը։ Մոտավորապես 200 հատ ծաղիկ կա այս շենքի մեջ։ Սա չորացել է։ Այսինքն ինչ են ուզում, եթե էսի վնաս տալ չի, ուրիշ ինչ է։ Ես խնդրեցի գույնը մենակ ես մտնեմ, այդ գույքին հետևեմ, տնամ հոխնդիր չկա, չեն թողում։ Դուք հենց այդ գործողությունների օր եք, ասել թե դրան նախաձեռնություն։ Հենց այդ օրն եմ խնդրել։ Սմա զանգ տվեք գգանք, բայց որ ում զանգ տամ։ Որտե զանգ տամ, տեղ ասեք զանգ տամ, գան նիզիմություններներ այդ գործողությունը անեն։ Ըստ այս ամենը քաղաքական հանգամանքներով է։ Երեք այդ քաղաքականությունից չխոսամ ես խոսում եմ այն վնասներից, ինչը կրում է այս հիմնարկը, այս բանն։ Ըստ էության այսինքն միանգամից կարողանա, բայց ինչքան ժամանակապետ որ միակ ուրիշներ։ Չեմ պատկերացնում շենքը ինչ վնաս է հիմա, ներսում ինչ կա, ինչ է էլ որ մի ասեմ 2 օրում կամ 3 օր։ Ոնց ասեմ, տունը վտանգավոր չի, որ առանց ոնց վտանգավոր չի, ցավը տանեմ 4 ինչ ասես կարալ։ Ասի գազի արտահոս եւ ու всё, Այդունա վտանգ վիճակ։ Ահա, բայց եթե չեմ կարում բարձրանամ, հասկանամ ինչ է կատարվում։ Կարա ամեն բանը գնի։ հասկանալի հավելելի բան է։ Ես էլ էստեղի աշխատող եմ։ Ես աշխատող չեմ։